Ողջույն արգելի հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Վահան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ M4 մայրուղիով սլանում ենք դեպի Թբիլիսի։ Ես սիրում եմ Թբիլիսին, Դավիթ, իսկ դու։ Կարծում եմ այդպիսի մարդ դժվար թե գտնվի, ով Թբիլիսին չի սիրում, Վահան։ Ես կարծում եմ կգտնվեն այդպիսի մարդիկ։ Կգտնվեն։ Այո, հատկապես այն մարդիկ, ովքեր միշտ համեմատության մեջ են դնում Թբիլիսին եւ Երևանը, իսկ ես ներկայացնեմ, թե ում ենք գնում բացահայտելու։ Գնում ենք բացահայտելու Թբիլիսի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին, թե իր բնակարանում, թե հուսամ նաև հնարավորություն կունենանք բացահայտելու նաև թատրոնը, որը այս պահին գտնվում է վերանորոգման։ Այո, դեռևս չի բացվել, բայց հուսամ որոշակի նկարահանումներ կհաջողվի նաև թատրոնում իրականացնել։ Ես նույնպես լիահույս եմ։ Դե գնացինք դեպի Թբիլիսի։ Վիզաժ Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Վիզաժ Color եւ արդյունքն կնհայտել։ Վիզաժ Color, ընտրիր քո գույնը։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանի գիծ, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Վիզաժ Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Վիզաժ Color եւ արդյունքն կնհայտել։ Վիզաժ Color, ընտրիր քո գույնը։ Համեցեք։ Ողջույն, պարոն Բայանդուրյան։ Բարև, բարի գալուստ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը Երևանից, Թբիլիսի, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպե՞ս եք։ Շատ ուրախ եմ, որ եկել եք։ Պարոն Բայանդուրյան, գտնվում ենք Թբիլիսի թաղամասերից մեկում, որտեղ դուք բնակվում եք։ Կխնդրեմ պատմել մի փոքր թաղամասի մասին։ Շուտվանից եք այստեղ ապրում, թե ոչ։ Հիմա մենք սա Էլիայի թաղամասն է, որտեղ բնակվում են 85% հայեր եւ սա հայկական դպրոց է եղել ժամանակին։ Սպիտակ շինության մասին է խոսքը։ Այո։ Եվ մեր ծնողների, տատիկների, պապիկների շնորհիվ այլևս հայկական դպրոց չէ, որտեղ մեր երեխաներին մենք ուղարկում ենք ռուսական դպրոց։ Ահա։ Ցավոք սրտի, երբ ասում են բանա, բա ինչու Թիֆլիսում հայկական դպրոցները բանա փակում են։ Թիֆլիսում հայկական դպրոցները փակում ենք մենք։ Հասկանալի է։ Ոչ վրացիներ, այսինքն եթե մեր երեխաներին այսօր հայկական դպրոց չենք տանում, ելնելով դրանից կորցնում ենք հայկական դպրոցները։ Հիմա Թիֆլիսում գոյություն ունի մոտավորապես 8 ռուսական դպրոց, որտեղ սովորում են ամեն դպրոցում 500-ից 600 աշակերտ։ Հասկանալի է։ Բոլորը հայեր են։ Հասկանալի է եւ ցավոտ։ Այստեղ որքան ժամանակ եք բնակվում, պարոն Բայանդուրյան։ Այստեղ 15 տարի է, որ բնակվում եմ։ Այս տունը ձեռք են բերել մեր հանճարների շնորհով։ Այսինքն Սերգեյ Փարաջանովը, Գայանե Խաչատրյանը, Մայիս Մխիթարյանը, Վալերի Բոյախչյանը նկարներ են նվիրել ինձ, այդ նկարները ժամանակին վաճառել են եւ ձեռք են բերել այս տունը։ Եվ տեսեք, բանա, սա իրենց նվերն է ինձ։ Տեղափոխվենք բակ, պարոն Բայանդուրյան։ Համեցեք, եք։ Տեղափոխվենք բակ եւ խոսենք նաեւ, ասացիք, որ 85%-ից ավելին այստեղ բնակվողները հայեր են, կան արվեստագետներ կամ հայտնի մարդիկ, ովքեր բնակվում են այս թաղամասում։ Այստեղ ուրեմն մոտեցեք, հետաքրքիր բան եմ պատմելու։ Մոտենում ենք։
մի օր ոնից թատրոնից հանեն, Այո։ այստեղ պիտի բան անեմ, թատրոն ստեղծեմ 100 տեղանոց, Այո։ հիմա նկարելու համար երևի հարմար չէ, որպեսզի ունենամ իմ Սեփական թատրոնը։ թատրոնը 100 տեղանոց։ Իսկ կան այդպիսի մտքեր ձեզ թատրոնից հանելու։ Բոլոր ղեկավարներին հանում են մի օր։ Դա ընդունված բան է։ Այս բակում մեր հանճարներն են եղել, այստեղ եղել է ու հաճախ է գալիս էր հաճախ Գիվի Շախնազարը, մեր հանճարեղ թարգմանիչը, մեր հանճարեղ պոետը, որի շնորհիվ վրացիները ծանոթացել են մեր հայ պոեզիայի հետ։ Գիվի Շախնազարը թարգմանել է Տերյան, թարգմանել է Չարենց, Շիրազ, Էմին, Համոսահյան, Սիլվա Կապուտիկյան, այսինքն եթե վրաց ընթերցողները այսօր գիտեն մեր դասականներին, դա շնորհիվ Գիվի Շախնազարին է, որը թարգմանել է, այս սարի տակ էր սիրում նստել, եկեք ցույց տամ։ Այստեղ էր նստում։ Ահա։ Եվ այդ հանճարեղ մարդը մեծ գործ է արել մեր ազգի եւ վրաց ազգի մասին։ Այստեղից 50 մետր հեռավորությամբ մեր մեծերն են թաղված, Պանթեոնի կողքն ենք, որտեղ մեր հանճարներն են թաղված։ Եվ հաճախ խոսում ենք այն մասին, որ ընդհանրապես փակ Պանթեոն չի կարելի ունենալ։ Փակ Պանթեոն կնշանակի, որ դուք մեծեր չունեք այլևս։ Պանթեոնը պիտի գործի երկար կյանք բոլորին, բայց Թիֆլիսը ծնել ու ծնում է հանճարներ, որոնք պիտի ապրեն շատ երկար։ Տեղափոխվենք տուն։ Գնացինք տուն։ Բայց հարցս կրկնեմ, պարոն Բայանդուրյան, կան այս թաղամասում էլի հայտնի հայեր կամ այնպիսի մարդիկ, ովքեր հանրային գործ են ծավալում։ Իհարկե կան, այստեղ ապրել են Միքայել Լախտյանը մեծ բանաստեղծ, որը այստեղ է ապրել մի քիչ վերև, Էլեում ապրել են նաև նկարիչներ, Մեսյաններ, նաև մեր դասականը Գևորգ Մեսյանը ծնվել է փաստորեն Էլիայում։ Իհարկե, բանը շատ հայեր են ապրել այստեղ եւ այս դպրոցը տաղանդավոր մարդիկ է տվել, շատ տաղանդավոր մարդիկ, երգիչներ, բանաստեղծներ, պոետներ, համեցեք։ Պարոն Բայանդուրյան, կպատմեք ինչպես ստացվեց, որ դուք դարձաք Թիֆլիսի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Հա, իհարկե կպատմեմ։ Գիտեք, ես 22 տարեկան էի, որ եկա թատրոն ունենալով ակումբագրադարային տեխնիկումի կրթություն։ Եվ իմ հանճարեղ մեծերը ինձ ուղարկում էին ջրի, ծխախոտի, հացի, գնում էի մեծ ուրախությամբ։ Եվ հետագայում իհարկե կրթություն ստացա ռեժիսորական բաժինն եմ ավարտել Երևանի թատերական ինստիտուտում։ Եվ չգիտեմ ինչից ելնելով, բայց դարձա թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնին դարձրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, որպեսզի ոչ թե պահեմ, որպեսզի պահենք։ Թատրոնը 168 տարեկան է եւ մի բան հաստատ գիտեմ, քանի գոյություն ունի մի հայ Վրաստանում, այս թատրոնը միշտ ապրելու է։ Այս թատրոնում հանճարներ են ստեղծագործել։ Վահրամ Փափազյանը այս թատրոնի ղեկավարն է եղել։ Ահա։ Այստեղ Սիրանուշն է գործել, Չմշկյանն է գործել, Ադամյանն է գործել, Քալանտներն է գործել այս թատրոնում, Բաբկե Ներսյանն է գործել, Լուսինի։ Այսինքն չկա մի մեծ, որը գործած չլինի այս թատրոնում։ Այս թատրոնը նաև ստեղծել է Սունդուկյանի անվան թատրոնը, որ 21 թվականին այստեղից մեկնել են Երևան Իսահակ Ալիխանյանը եւ Քալանթարը,
բեմադրվել է Սունդուկյանի Պեպոն եւ հիմնադրվել է Սունդուկյանի անվան թատրոնը։ Թեպետ Սունդուկյանի անվան թատրոնը պիտի մենք լինեինք Սունդուկյանի անվան թատրոն։ Բայց դե այդպես։ Ամիջիկ։ Շնորհակալություն ինֆորմատիվ զրույցի համար։ Մենք վերջապես հասանք ձեր տուն։ Եվ միանգամից ձեր տանը հյուրասենյակում դիմավորում է ձեր դիմանկարը մեզ։ Ամայս Մակեթարյանի աշխատանքն է։ Ահա, խնդրեմ, հրաշալի է ստացվել։ Կողքին նույնպես նկարներ կան, կխնդրեմ պատմել այդ պատմությունը։ Գայանի Խաչատրյանի նկարն է։ Ով նաև մեծ ներդրում է ունեցել այս բնակարանը ձեռք բերելու հարցում։ Ճիշտ է, իսկ այս նկարի մասին ինչ կպատմեք, ինձ հիշեցնում է Մհեր Մկրտչյանին։ Մկրտչյանն է նվիրել տղայիս, Նարեկս փոքր էր, ասացի գրի Նարեկին, որ տխուր լինես, նայր ու ժպտա։ Անձամբ Մհեր Մկրտչյանի ստորագրությամբ եւ իր նկարը։ Այստեղ նաև Փարաջանովի նվերն է Նարեկիս։ Այո։ Նարեկը փոքր էր, 2 տարեկան էր։ Երբ Փարաջանովը ուզում էր ինձ նկար նվիրել կամ ստորագրել, ասում էի տղայիս անունով գրեք, ու Նարեկս 2 տարեկան էր։ Նարեկիս ա նվիրել։ Մյուս նկարը հետաքրքիր է բավականին, որովհետև շրջանակից դուրս ապակու վրա ինչ որ բան եմ տեսնում Սա փակցված։ Ռոբերտ Ստուրվայի գործն է։ Ռոբերտ Սուրոյան նաև նկարում է։ Նաև նկարում է եւ շատ լավ է նկարում։ Համաշխարհային համբավ ունեցող ռեժիսոր, որը իմ 70-ամյակին է նվիրել։ Հաճախ է գալիս մեր տուն, ընկերս է։ Այո։ Շատ է սիրում Հայաստանը։ Բավականին հաճախ նրա ներկայացումները լինում են նաև Երևանում։ Այստեղ երկրորդ հարկը, երկրորդ հարկում մի սենյակ կա, որ իմ ընկերների համար է։ Հայաստանից երբ գալիս են գնում են ծովափ, հանգստանում են, մի սենյակ ունեմ ընկերների համար, որոնք վերադառնում են ծովափ, Թիֆլիսում մնում են 2 օր, այդ սենյակը իրենցն է։ Եվ գալիս մնում են այս սենյակում։ Այստեղ շատ ընկերներ են մնացել։ Գեորգ Հովակիմյանը, Վեներա եւ Գագիկ Ադելխանյանները, Արմեն Սանթրոսյանը, Արմեն Խանդիկյանը խոստանում է, բայց դեռ չի եկել։ Վահե Շավերդյանը, Սուրեն Շավերդյանը, ձեր ընկերը։ Ողջույններ բոլորին։ Հակոբ Ղազանչյանը։ Այնպես որ սա իմ ընկերների տունն է։ Հասկանալի է։ Պարոն Բարանդուրյան, հասցնում եք հեռուստացույց դիտել, թե ոչ։ Դիտում եմ։ Դիտում եք։ Ձեզ համար ունեմ տեղեկություն։ Կենտրոն հեռուստաընկերությունը հեռարձակում ունի նաև Թբիլիսիում, եւ եթե չհասցնեք դիտել ձեր հաղորդումը հեռուստացույցով, ապա կարող եք մուտք գործել Չէին սպասում .am կայք, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև ձեր հաղորդումը կտեղադրվի այնտեղ եթեր գնալուց անմիջապես հետո, կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են բոլոր հաղորդումները։ Շատ շնորհակալ եմ։ Գիտեք, ես կարոտում եմ Հայաստանին, կարոտում եմ, բայց զարմանալի բանի, ձմեռը աշխատում եմ ձմեռը չգնալ Երևան 3-4 ամիս, բայց հիմա գարուն է եկել եւ ձյունն արդեն հալվել է, ճանապարհները փակուր են ու իմ միշտ այսպես կարոտը առնում եմ մարտից հետո, երբ արդեն գարուն է, ծաղկունք, զարթոնք Հայաստանը։ Մի բան էր կուզենայի ասել, չգիտեմ սա դուք կջնջեք կամ չգիտեմ, չի կարելի երկիրը սիրել ելնելով երկրի ղեկավարից։ Դու կարող ես երկրի ղեկավարին չսիրել, բայց երկիրը սիրել։ Շատ կարևոր բան է դա։ Դու չես կարող, հաճախ է լինում, չի ասում ես բանը, ինչպես կարելի ասենք դեբետը չսիրել, լորին չսիրել, տաշիրը չսիրել, չգիտեմ, եւ այն։ Դրանք ինչ մեղք ունեն։
Հետաքրքիր բաներ եք ասում, պարոն Բայանդուրյան։ Երկիրը դա դեռ երկրի ղեկավարը չի։ Երկիրը ուրիշ բան է, հողը ուրիշ բան է։ Պետք է սիրենք մեր հողը, մեր երկիրը։ Պարոն Բայանդուրյան, սոցիալական կայքերում կաք, թե ոչ։ Ոչ։ Ոչ մի սոցիալական կայքում։ Ինչն է պատճառը։ Դե չգիտեմ, չեմ հասկանում այդպես։ Չեք սիրում ինտերնետային կյանքը։ Գուցե սիրում եմ, չեմ հասկանում։ Հասկանալի է։ Իսկ ովքեր են լինում ձեր հյուրերը։ Դուրը բաց է։ Հաճախ են գալիս։ Ով երբ ուզում է։ Դռները բաց է եւ ուրախ եմ, որ բաց է, դուրը ուրախ եմ, որ գալիս են մեր ընկերները։ Դե այդպես։ Տեղափոխվենք երկրորդ հարկ այս պահին։ Հա, Նարեկը եթե չվարակի ձեզ ցանքը։ Նարեկը ձեր տղան է, մեր հեռուստադիտողների համար բացահայտեմ, որ նա այս պահին մի փոքր վատառողջ է, այդ իսկ պատճառով մենք հնարավորություն չունենք նրան նկարելու, ես վստահ եմ, որ մենք չենք վարակվի այս ընթացքում եւ հասնում ենք ձեր երկրորդ հարկ։ Ուր ենք գնում, պարոն Բայանդուրյան։ Մյուս սենյակ։ Համեցեք։ Սա ձեր սենյակն է։ Ոչ, հյուրերի։ Սա է հյուրերի սենյակը։ Ահա։ Դուռը կրկին բաց է բոլոր հյուրերի համար, ովքեր որ Երևանից եկել են, կարող են գալ եւ հանգրվանել այստեղ։ Հետաքրքիր է։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե այն փաթեթավորված է գեղեցիկ, մաքուր եւ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ՝ կարմիր աղացած կծու պղպեղ, կարմիր աղացած քաղցր պղպեղ, սև աղացած պղպեղ եւ ապակե տարայով հատիկավոր պղպեղ, որը հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ։ Համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Ներկայացնեմ Visage Color պրոֆեսիոնալ ներկերը։ Այն կանայք, ովքեր ցանկություն ունեն մազերի գույնը փոխելու, խորհուրդ եմ տալիս փոխել հենց Visage Color-ով։ Այստեղ նաև խնամքի եւ հիգիենայի պարագաներն են Visage-ի կողմից տրամադրված։ Իհարկե ամբողջ տեսականին այստեղ չէ, ամբողջ տեսականին կարելի է գտնել բոլոր խանութներում։ Visage Color, սիրով նվիրում ենք։ Պարոն Բայանդուրյան, քանի որ դուք թատրոնում փորձի եք, մենք որոշեցինք նկարահանումները շարունակել թատրոնում, որտեղ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ, կխնդրեմ արդեն պատմեք մի փոքր թատրոնի մասին։ Բարով լինի ձեր գալը, թող բարով լինի մեր հանդիպումը, շենքը պատրաստ է։ Ահա։ Ուզում եմ այստեղից սկսենք, գլխավոր մուտքը։ 2-3 ամիս հետո այս դռները բացվելու են։ Հրաշալի է։ Եվ մեր հանդիսատեսը գալու է իր կարոտած շենքը։ 14 տարի մեր հանդիսատես այս դահլիճում չի եղել։ 14 տարի ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Համեցեք։ Պարոն Բայանդուրյան, իսկ կազմում դերասանական եւ առհասարակ աշխատողների կազմում ովքեր են ավելի շատ, հայեր թե նաեւ տեղի վրացի ժողովուրդը։ Հայեր, իհարկե հայեր։ Հիմնական մասը հայեր են։ 47 դերասան ունենք, 100 աշխատող, 47 դերասանները պրոֆեսիոնալ կրթությամբ դերասաններ են, հանճարեղ հրաշալի դերասաններ, ունենք 4 պրոֆեսիոնալ ռեժիսորներ թատրոնում եւ սրանք են պահելու թատրոնը։ Այսօր, վաղը, մյուս օրը, եկեք, համեցեք։ Եվ քայլենք եւ միաժամանակ զրուցենք, եթե դեմ չեք։ Սա ջեմասրահն է։ Իմիջիայլոց առաջ անգամ դուք եք նկարում, ոչ ոք չի եղել այստեղ։ Շնորհակալություն բացառիկ հնարավորության համար։ Իսկ ասեք, թե ով է իրականացնում այս վերանորոգման աշխատանքը։ Համեցեք։
մեծ բարերար Բիձինային Իվանեշվիլին իր սեփական փողով, փաստորեն, կառուցել է զերոյից այս շենքը։ Քանդվել է շենքը եւ հիմքից նորից սկսել է կառուցվել։ Զերոյից կառուցել։ Իսկ հայկական կողմը ոչ մի օժանդակություն, օգնություն չի ցուցաբերել այս Չէ, դրա կարիքը չկար, որովհետեւ ինքը դրա կարիքն էլ չուներ։ Իմիջիայլոց մենք ասել ենք, գուցե Հայաստանը եւս օգնի, Հայաստանը պատրաստ էր օգնելու, ասած չէ, ես եմ կառուցել։ Սա Վրաստանի պետական հայկական թատրոնն է։ Համեցեք։ Ուր ենք տեղափոխվում այս պատմի։ Դահլիճ։ Քանի հոգանոց է դահլիճը։ 400։ Համեցեք։ 400 հոգի կարող է տեղավորվել։ Տեսեք ինչ հրաշք է։ Եվ իսկապես որ այո։ Իհարկե այս պահին օթակները նոր է։ Ահա։ Խոսելու ունակությունս մի պահ կորցրեցի, որովհետև իրոք հրաշք է այս ամենի ականատեսը դառնալը։ Փոխվել է արդյոք որևէ նախագիծ, թե սա հենց առաջին Տեսեք ինչի ավելացել է օթակները, 6 օթակ աչից, 6 ձախից, մնացածը համարյա նույնն է։ Եվ տեսեք ինչ հրաշք է, ժամանակակից տեխնիկա, ժամանակակից լույս, ամեն ինչը ժամանակակից եւ գիտեք ինչն է ուրախալի, որ Հայաստանի բոլոր թատրոնները ուզում են իրենց ներկայացումը խաղալ այստեղ, մենք սպասում ենք իրենց։ Իրոք որ հրաշալի բեմ է, հրաշալի դահլիճ, արժեր կարծում եմ 14 տարի սպասել այս ամենին։ Պարոն Բայանդուրյան, այսօրվա տեղի հանդիսատեսը ինչպիսի ներկայացումների կարիք ունի։ Գիտեք, տեսեք, 15 տարի մենք հանդիսատեսի զարկերակը չենք զգացել, ինչ են իրենք ուզում։ Բայց բոլոր դեպքերում այս երիտասարդությունը, որ այսօր թատրոնում կա, իրենք բերելու են նոր հանդիսատես, հետաքրքիր հանդիսատես։ Սկսած Սունդուկյանից, սկսած Պարոնյանից, սկսած Շիրվանզադեից, երիտասարդներ, որոնք այսօր ուզում են եւ դասական, եւ ժամանակակից դրամատուրգիա։ Տեսնենք, բայց շատ կարևոր է, երբ թատրոնը ունի հետաքրքիր հանդիսատես, թատրոնը ունի նաև երկար կյանք։ Ահա։ Որտեղ եք գործունեություն ծավալել այս տարիների ընթացքում, 14 տարի վերանորոգման աշխատանքներ են։ Անընդհատ անիմների վրա ենք եղել, հյուրախաղերի ենք եղել անընդհատ, եղել ենք Փարիզում, եղել ենք Ֆինլանդիայում, եղել ենք Հունաստանում, եղել ենք Մոսկվայում, եղել ենք Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Քվեմոքարտիում, ամենտեղ եղել ենք, բայց շատ կարևոր է, որ մեր հանդիսատեսը ուզում է գալ իր դահլիճ, այստեղ։ Եվ նրանք, որ երազում են գալ իրենց դահլիճ, շատ շուտով սեպտեմբերի 25-ին թող գան այս դահլիճ ու վայելեն։ Սեպտեմբերի 25-ին առաջին ներկայացումը, որ ներկայացումով է։ Շենքի բացումը։ Որ ներկայացմամբ է բացումը։ Պեպո, Սունդուկյանի Պեպո։ Բեմադրիչը դուք եք։ Այո։ Իսկ գոհ եք ընթացքից։ Հա, գոհ եմ։ Գոհ եք։ Հասկանալի է։ Պարոն Բայանդուրյան, այսօրվա երիտասարդությունը, ով աշխատում է թատրոնում, հնարավորություն ունի իր միայն թատրոնի աշխատավարձով լավ կյանք վարելու, թե ոչ։ Գիտեք, այսօր իհարկե ոչ, աշխատավարձով ոչ, բայց իմ դերասանուհիները նկարահանվում են ֆիլմերում, աշխատում են ինչ-որ միտեղ, ասենք 2 ժամ, 3 ժամ, չգիտեմ, բայց նվիրված մարդիկ են թատրոնին և ինձ թվում է իրենց ապրելը թատրոնում, ապրելով թատրոնում, ապրեցնում են նաև թատրոնը։ Այնպես որ երիտասարդներս թատրոնով են ապրում և տեսեք, ինչ են անում, հարցրեցիք, ոչինչ չեն անում, ապրում են թատրոնում։ Հասկանալի է։ Պարոն Բայանդուրյան, նկարահանման սկզբի հատվածում նշեցիք, որ ցավոք սրտի փակվում են մի շարք հայկական դպրոցներ պահանջարկ չունենալու պատճառով։
Իսկ հանդիսատեսի խնդիր չեք ունենում։ Գիտեք, բանը հայկական դեպոսները փակում ենք մենք։ Ահա։ Հայկական դեպոսները ոչ պետությունը չի փակում։ Տեսեք, մենք ունեցել ենք 20-30 հայկական դպրոց։ Եթե մեր ծնողները իրենց երեխաներին չեն ուղարկում հայկական դպրոց, պիտի փակվի հայկական դպրոցները։ Իսկ հայկական թատրոն այցելություններից գոհ եք, թե դժգոհ եք։ Առայժմ չենք, դեռ չգիտենք, մտնենք, չենք տեսնենք։ Առայժմ գալիս է հանդիսատես, երբ խաղում ենք, ասենք, Ռուսթավելու անվան թատրոնում, Գրիբեդովի անվան թատրոնում։ Շենքը բացենք, տեսնենք։ Ինձ թվում է, որ մենք հանդիսատեսի պակաս չենք ունենալու, որտեղ ունենք Թիֆլիս, ունենք Քվեմոքարտի, ունենք Սամխետ Ջավախեթի, որոնք պահելու են այս թատրոնը։ Այսինքն այցելությունները բացի Թբիլիսիից լինում են նաև այլ հայկական քաղաքներից։ Իհարկե, ես դա ասացի, իհարկե։ Շարունակենք բացահայտել թատրոնը։ Այո։ Որ հատված ենք գնում։ Ուր եք ուզում։ Չգիտեմ, տեղյակ չեմ, թե ինչեր կան տարածքում, դուք ավելի լավ գիտեք, բայց կխնդրեմ։ Ինչ հրաշալի բանաշ, դահլիճը, տեսեք ինչ լավն է։ Դահլիճը արդեն տեսանք, կա էլի վայր, որը կարող ենք գնալ, տեսնել, որտեղ են փորձերը կատարվում եւ այլն եւ այլն։ Այո։ Դե գնանք։ Կխնդրեմ նաև այս ընթացքում պատմել։ Չեմ ասա վերև գնանք, բարձրանանք, դա ջանալ։ Կխնդրեմ այս ընթացքում պատմել նաև հետաքրքիր պատմություններ կապված այս թատրոնի հետ, ամեն դեպքում 160-ից ավելի տարիներ թատրոնը գոյություն ունի եւ վստահաբար կան ինչ-որ հետաքրքիր դեպքեր կամ դեմքեր, ովքեր կապված են։ Չկա մի մեծ դերասան, ռեժիսոր, որ այս թատրոնում գործած չլինի։ Սկսած Վահրամ Փափազյանից, Սիրանուշիից, Ադամյանից, Վահրամ Փափազյանը այս թատրոնը ղեկավարել է 2 տարի։ Սիրանուշը այս թատրոնում գործել է, Ադամյանը այս թատրոնում գործել է, Չմշկյանը, Սունդուկյանը, կոնկրետ շենքի մասին չէ միայն խոսքը, որտեղ շենքը 37 թվականն է եղել, իսկ նրանք արտիստական թատրոնում գործել են այլ մեր հանճարները։ Խորեն Աբրամյանը շատ է սիրել մեր այս թատրոնը, այս շենքը կոնկրետ, որը իր համար խաղացել է Արշակ երկրորդ այստեղ։ Խորեն Աբրամյանը եւ եկեք համեցեք։ Ուր ենք տեղափոխվում, ասացիք փորձասենյակ։ Պարոն Բայանդուրյան, Խորեն Աբրամյանը այս մուտքից կենտրոնական մուտքից մտավ թատրոն, 100-ավոր մարդիկ այստեղ սպասում էին, ծափահարեցին, եկավ այստեղ ծնկաչոք եղավ։ Այո։ Ասեց շնորհակալ եմ ձեզ, որ ինձ ընդունում եք։ Խորեն Բաբկենիչ, որտեղ ինքը խաղաց Արշակ երկրորդը եւ գիտեք բանա, իր հետ ես ընկերություն էի անում։ Շատ էր սիրում Թիֆլիսը։ Շատ էր սիրում Թիֆլիսը եւ ասում էր բանա, մի անգամ ասացի Խորեն Բաբկենիչ, եկեք այս թատրոնը ղեկավարեք։ Այդպիսի բան եղել է։ Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարներ, ասացի շատ կարևոր է ձեր այցը Թիֆլիս, որ կարողանաք տանել այս ծանրությունը, ասեց չէ։ Բայց ինքը մեծ բան ուներ, սեր ուներ, վրաց ռեժիսորները, դերասանները, Ռոբերտ Ստուրվան իր մտերիմ ընկերներ, Ռամաս Չխիկվաձեն իր մտերիմ ընկերներ, եւ վրաց հանդիսատեսը շատ էր սիրում Խորեն Աբրամյանին։ Խորեն Աբրամյանը մի նոր միտք, մի նոր մտածելակերպ, մի նոր աշխարհայացք բերեց հայ թատրոնի համար։ Ունեցել ենք մեծեր, բայց Խորեն Աբրամյանը բերեց նոր շունչ, որ շատ եվրոպական էր, շատ
շատ նոր էր։ Ավելի շատ չխոսեմ դրա մասին, բայց մենք իրենից մեծ չենք ունեցել։ Դա իմ կարծիքն է։ Ընթանում են վերանորոգման աշխատանքներ այս պահին։ Աղմուկ է։ Ահա, նկարեցինք։ Պարոն Բայանդուրյան, քանի որ մենք պատրաստվում ենք այս պահին բարձրանալ վերև, որպեսզի մեզ ցուցադրեք փորձասենյակը, ես պետք է խնդրեմ այս պահին դադարեցնենք նկարահանումները եւ հանդիպենք արդեն փորձասենյակում։ Համաձայն եք։ Հա, իհարկե, Շնորհակալություն։ Պարոն Բայանդուրյան, մինչև փորձասենյակ հասնելը ասացիք, որ այստեղից հրաշալի տեսարան է բացվում, որովհետև ասանք արդեն օթյակի հատվածին։ Ամֆիթատրոնն է, տեսեք ինչ հրաշքի։ Եվ օթյակները։ Հրաշալի է։ Շարունակենք, տեղափոխվենք դեպի փորձասենյակ։ Շատ բարի։ Դավիթ ջան, արի, Դավիթ ջան։ Ես էլ թող կադրում։ Մենք արդեն կարծում եմ կհանդիպենք փորձասենյակում, պարոն Բայանդուրյան։ Մենք ունենք նաև փոքր դահլիճ, Դավիթ ջան, արի։ Ուրեմն չենք հանդիպի փորձասենյակում, կշարունակենք նկարահանումները, նաև փոքր դահլիճ։ Փոքր դահլիճ 100 տեղանոց։ Այո։ Համեցեք։ Որտեղ նախատեսվում են ինչպիսի ներկայացումներ բեմադրվել, ավելի կամերային։ Կամերային, իհարկե։ Ժամանակակից դրամատուրգիա։ Տեսեք ինչ հրաշք փոքր դահլիճ ունենք, որը համարյա պատրաստ է։ Այո։ Իրոք որ հրաշալի է։ Տեղադրված է նաև լուսային համակարգի համար Լուսային համակարգը վերևից, տեսեք, Դավիթ ջան, նկարի։ Ռադիո ցեխը վերև։ Եվ ձայնային համակարգի համար ամեն բան։ Եվ այստեղից, տես, այստեղից միանգամից սանդուղքներով եկեք։ Կանք։ Սանդուղքներով բարձրանում է գրիմանոց։ Գրիմանոց։ Բայց նաև գեղեցիկ տեսարան է բացվում։ Պատուհաններից։ Ես միանգամից գրիմանոցներ։ Դա ջանարի։ Ունեցանք բացառիկ հնարավորություն այս բեմի վրա գտնվելու։ Ոչ ոք դեռ չի տեսել։ Արի Դավիթ ջան։ Գրիմանոցներ դեպի փոքր դահլիճի համար թե ընդհանուր գրիմանոցներ։ Ընդհանուրն է, բայց նաև փոքր դահլիճի համար աշխատում։ Համեցեք։ Կա որևէ գրիմանոց, որը արդեն պատրաստ է շահագործման։ Բոլորը պատրաստ են, ուղղակի հիմա փակ հա։ Կահավորված են, այնպես ինչպես պետք է կահավորված լինի ժամանակակից թատրոնի գրիմանոցը։ Այո։ Հրաշալի է։ Արի Դավիթ ջան։ Ուր ենք գնում, պարոն Բայանդուրյան։ Ձեզ թվում է ես ամեն ինչ գիտեմ։ Կարծում եմ, այո։ Թե հիմա փորձում ենք միասին գտնել ճանապարհը։ Գրիմանոցներ, հա, համեցեք։ Քանի գրիմանոց է։ 48։ Այսինքն յուրաքանչյուր դերասան ունի մեկ գրիմանոց եւ մեկն էլ որպես պահեստային, որովհետեւ 47 դերասան կա, ասացիք։ Գովելի է, հրաշալի է, նախանձելի է ինչու ոչ։ Բաց հոսանքներ կան այստեղ։ Ճիշտ եմ նկատում։ Սա կարծես թե ադմինիստրատիվ հատվածն է, պարոն Այո, Բայանդուրյան։ սա բան հաշվապահությունն է։ Այո։ Համեցեք։ Այստեղ է փորձասենյակը գտնվում։ Համեցեք։ Համենում ենք։ Բանի հաշվապահություն նկարեք իրենց։ Տեսվեց 60 տարի թատրոնում աշխատում եմ, նկարեք։ Բարև ձեզ։ Նկարում ենք քեզ։ Բարև ձեզ։ Դուք հրաշալի տեսք ունեք, ոչինչի մասին կարող եք չմտածել։ Այո, իհարկե։ Ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Տրամադրությունը լավ է, քստությունից մի քիչ դեռ ժամանակում։ Ձեզ առողջություն ենք մաղթում։ Շնորհակալություն։ Սա հաշվապահությունն է։ Այո։ Մենք դեռ չենք կարողանում գտնել փորձասենյակը, ճիշտ է։ Փորձասենյակը վերևում է։ Փորձասենյակը վերևում է։ Համեցեք, գնանք վերև։ Համեցեք փորձարան։ Վերջապես հասանք, պարոն Բայանդուրյան։ Համեցեք։ Շատ ահռելի մեծ է թատրոնը իրականում։ Դրսից այդքան չի զգացում, որքան ներսում։ Եվ սա ձեր փորձասենյակն է։ Որտեղ փորձեր ենք անում, այս էլ մեր հավլաբարն է։ Ինչ է այս պահին բեմադրվում այս փորձասենյակում։
Այս փորձասենյակում հիմա Սունդուկյանի Պեպոն ենք բեմադրում, բայց մի հատ հետաքրքիր բան պատմեմ, ինձ թվում է հետաքրքիր։ 67 թվականին Վիլյամ Սարոյան, գուցե թվերը խառնում եմ 67-68, Վիլյամ Սարոյանը գալիս է Վահագն Դավթյանի հետ ընկերություններ անում, ասաց ուզում եմ Թիֆլիս գնամ։ Վահագնն ասաց գնանք Թիֆլիս։ Գալիս են Թիֆլիս, ուրեմն այստեղից մոտավորապես 25 կիլոմետր քաղաք մտելուց առաջ վարպետը Վիլյամ Սարոյանը տեսնում է դաշտում արածող ավանակ։ Այո։ Ասում է Վահագն կանգնեցրու մեքենան։ Վահագնի վարորդ հետ է կանգնեցնում է Վիլյամը ուրեմն վերարկուն գցում է եւ վազում է այդ դաշտը։ Դաշտում վազում է եւ ավանակը փախչում է։ Քուրակը, եթե ճիշտ եմ ասում, մնում է։ Ասում է Վահագն, սա ինչ է։ Ասում է սա իշու քուրակն է։ Ասում է սա ես եմ։ Համբուրում է աչքերը քուրակի, ասում է սա իմ մանկությունն է, երբ դպրոցում ես 2 թվանշան էի ստանում, մեծ տատս կասեր իշու քուրակ, սա ես եմ, իմ մանկությունն է։ Հասկանալի է։ Վիլյամ Սարոյանի գործերից չեք պատրաստվում բեմադրել։ Բեմադրել եմ։ Իմ սիրտը լեռներում է բեմադրել եմ։ Պարոն Բայանդուրյան, որքան է տևում մեկ ներկայացման խաղալու ընթացքը, որովհետև ամեն դեպքում հանդիսատեսը քիչ է եւ պահանջարկը կարծում եմ բավականին շուտ պետք է սպառվի ու կան նոր ներկայացման պահանջարկ։ Մոտավորապես որքան ժամանակ է տևում մեկ ներկայացման ընթացքը։ Այսինքն ուզում եմ պարզ ասեք, որ հասկանամ։ Ներկայացումը բեմադրում եք, քանի տարի եք խաղում, մինչև հանդիսատեսը սպառվում է եւ արդեն նոր ներկայացման պահանջարկ է գալիս։ Գիտեք, ներկայացումը, երբ հանձնում ենք հանդիսատեսին, սա մնում է 10 տարիներ։ 5 տարի, 6 տարի, 7 տարի։ Այսօր մենք խաղացանկում ունենք մոտավորապես 40 ներկայացում։ 40 ներկայացում։ 40 ներկայացում, որ հանդիսատեսը 40-ից 25-ը չի տեսել։ Հասկանալի է։ Բավականին հետաքրքիր ինֆորմացիա տվեցիք 40 Մենք տարին բեմադրում ենք 4-ից 5 նոր ներկայացում։ Պարոն Բայանդուրյան, մենք կարող ենք հաղորդման վերջին հատվածը նկարահանել ձեր կաբինետում։ Հա, գնանք։ Գնանք, հանդիպենք կաբինետում։ Այո։ Պարոն Բայանդուրյան, անդադար փորձում ենք գնալ այնտեղ, որտեղ պետք է գնանք, բայց նոր տեղեր ենք բացահայտում մեզ համար, ծանոթ չենք թատրոնի շենքին եւ պարզվեց, որ հրաշալի պատշգամբ կա այստեղ։ Այստեղ լուսանկարիչ կար, հրաշալի լուսանկարիչ այնտեղ։ Այս քանդված շենքի մասին է խոսքը։ Ազատ Մանուկյան։ Այո։ Որտեղ ուրեմն դրսում կախված էր Մհեր Մկրտչյանի մեծ նկարը։ Ահա։ Մհեր Մկրտչյանին դիմավորել եմ, եկել էր հանդիպան այստեղ Բուբայի հետ։ Վախթան Կիկաբիձեի մասին է խոսքը։ Եվ ես եմ դիմավորել, ասաց, այնտեղ հյուրանոցում էր, այնտեղից ոտքով նկարահանի։ Ահա։ Այնտեղից ոտքով միասին բարձրանում էինք։ Երբ հասանք այստեղ, ասեց, իմ նկարը հատուկ եք կախել, ասում, չէ, ես նկարը վաղուց կախված եմ։ Եվ երբ մոտեցանք Հավլաբար մետրոյին, 100-ով մարդիկ վազեցին, փաթաթվեցին, համբուրեցին, մեր մհերը, որից հետո մենք հանդիպում ունեցանք այս թատրոնում։
Առանց որևէ մի հայտարարության ժամը 7-ին դահլիճում տեղ չկար, լիքը ժողովուրդ։ Դուրս եկավ եւ Սևակ արտասանեց։ Սևակ արտասանեց, ժողովուրդը ուրիշ բան էր պահանջում։ Ասեց, լուրջ բան եմ կարդալու ձեզ համար։ Սա իր վերջի բեմ բարձրանալն էր այստեղ։ Դա մոտավորապես, ես հիմա հիշեմ, դեկտեմբեր։ 93 թվական դեկտեմբեր։ Վերջի անգամ ինքը բեմ է բարձրացել այստեղ։ Աստված հոգեն լուսավոր։ Կարծում եմ մենք արդեն կհանդիպենք ձեր աշխատասենյակում, պարոն Բայանդուրյան։ Պարոն Բայանդուրյան, արդեն ձեր աշխատասենյակում ենք։ Ամենահետաքրքիրը կահույքն է ձեր աշխատասենյակի, բավականին հնաոճ։ Կխնդրեմ պատմել կահույքի պատմությունը, ինչպես է հայտնվել այն ձեր աշխատասենյակում։ Սա Հայաստան կահույքն է, որը փոխանցվել է թատրոնին, ամեն մեկը մեծ պատմություն ունի եւ գիտեք ինչ կուզենայի ասել, այս սենյակում այս կահույքի հետ շփվել են շատ մեծեր, Խորեն Աբրամյանը, Մետաքսա Սիմոնյանը, Բաբկեն Ներսեսյանը, մեր հանճարներ Հրանտ Մաթեոսյանի մասին ասել եմ, Ռազմիկ Դավոյանը, որոնք եկել են եւ նստել են այս կահույքին, ձեռք են տվել եւ ասել են մեր հանճարները շփվել են այս կահույքի հետ։ Հիմա գիտեք, սա անմահ է, ինչ որ տեսնում, այս մթնոլորտն է անմահ։ Եվ համոզված եմ, որ այս թատրոնը երկար կյանք ունի ու քանի որ կա մի հայ Վրաստանում, այս թատրոնը անմահ է։ Շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ դուք կաք ու տա Աստված, որ մեր հանդիպումները հաճախակի լինեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն գեղեցիկ բացահայտումների համար։ Ես լիահույս եմ, որ թատրոնը շուտով շատ ավելի մեծ շուքով կշարունակի իր ընթացքը, մեծ թափ կհավաքի եւ կսկսի հիացնել ու զարմացնել տեղի հայ հանդիսատեսին։ Սեպտեմբերին հրավիրում եմ ձեզ։ Սիրով, մենք կարծում եմ այստեղ կլինենք եւ կկարողանանք Շնորհակալություն ջերմ ընդունելության համար, պարոն Բայանդուրյան, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ թատրոնին մաղթում եմ աննախադեպ ընթացք։ Շնորհակալ։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Վիզաժ Color պրոֆեսիոնալ մազիներկեր, այլևս պետք չէ երազել գեղեցիկ եւ առողջ մազեր ունենալու մասին։ Պարզապես օգտագործեք Վիզաժ Color եւ արդյունքն կնհայտել։ Վիզաժ Color, ընտրիր քո գույնը։ Բարձրակարգ եւ հատընտիր ձավարեղեն Մարանի գից, որը անկրկնելի կդարձնի ցանկացած ճաշատեսակ, փոխանցելով դրան յուրահատուկ համ, դառնալով անփոխարինելի բաղադրիչ ձեր խոհանոցում։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դե ինչ, մենք արդեն մոտենում ենք Հայաստանի մայրաքաղաք Երևանին։ Այստեղ դեռ անձրևոտ եղանակ է, Երևանը մերձ հատվածում, իսկ Թբիլիսիում հրաշալի եղանակ էր, արևոտ։ Շնորհակալություն Արմեն Բայանդուրյանին, որ ցույց տվեց, թե ինչ է մեզ սպասվում։ Այո։ Սեպտեմբեր ամսի ընթացքում
2025 թվականի կարծում եմ կկայանա, չէ՞, թատրոնի բացումը։ Ասում էին, որ պետք է մեծ շուկով նշվի բացումը, ունենալու են պրեմիերա։ Հուսամ մենք կգտնվենք պրեմիերային այդ հրաշալի նոր վերանորոգված դահլիճում։ Դե, իսկ ձեզ հետ Վահան Ներմիրակյան եւ Դավիթ Վարդանյանը։ Մնացեք խաղաղ։ Ճողություն։